Հարկ Հիսուսի, բարի երեկո, շատ ուրախ եմ այսօր ձեր հետ լինել, ձեր մեջ ծառայել, ձեզ շնորհակալ եմ Աստծո ձեզ շնորհության համար, ավակախներ ասում, որ դուք ինձ սիրում եք, հա, ճիշտ ասեմ, ես եմ ձեզ և շատ սիրում, դուք իմ սրտի մի մասն եք, և դա գաղտնիք չի, ամեն, կարդալու եմ Մատթեոս ավետարանի 5-րդ գլխից 13 համարից մինչև 16 համարը գրված է դուք երկրի աղն եք, եթե աղը անհամանա ինչով կաղանվի, այլևս ոչինչի պետք չի, միայն թե դուրս գցվի և մարդկանցից ոտնակող լինի։ Դուք աշխարհի լույսն եք, մի քաղաք, որ կենում է սարի վրա, կարող չի թաքչվել, և ճրագը չեն վառել և դնել գրվանի տակ, այլ ճրագակալի վրա, և նա լույս կտա ամենին, որ տան մեջ են։ Այսպես լուսավորի ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն և փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Երևի, եթե ոչ բոլորս շատերս գիտենք այս խոսքերը, երևի անգիր գիտենք, հա, և սա մեր Տեր Հիսուսի խոսքերն է, ինքը իր աշակերտին ասավ, կարանք ընդունենք, որ այսօր մեզ ասում, հա, և Հիսուսը սա ասել է իր աշակերտներին, իր հետևորդներին, Երբ որ մարդիկ գնացին իր հետևից, լեռան քարոզն է, և բաներ ասավ, որոնցից մեկը սա էր ասավ, դու աշխարհի հույսն ես, դուք աշխարհի աղն եք, և ու ցույց տվեց ասավ, և դու աշխարհի աղն ես, պիտի ազդես աշխարհի վրա, բայց եթե հանկարծ քո ազդեցությունը կորչի, կդառնաս մարդկանց ոտների կոխան։ Եթե լույս ես, պետքա բարձր լինես, ասում է, քաղաքը, որ սարի վրա է, չի կարա թաքնվի, հնարավոր չի թաքնվել, կամ եթե լապտերը վառում են, իրան չեն պահում մի հատ գրվանի տակ, տաշտի տակ, այլ բարձր տեղ է դնում, որ լույս տա։ Հիմա, այս խոսքը վերաբերվում է Քրիստոսի աշակերտներին, Քրիստոսի եկեղեցուն, որոնց մի մասը ես եմ և դուք եք։ Տենց է թե չէ։ Ամեն։ Դու ընդունում ես, որ Հիսուսը որ ասավ, դու ես աշխարհի լույսը, դա քո մասին ասված։ Դու ես աշխարհի աղը, դա քո մասին ասված, իմ մասին ասված։ Այդպես է թե չէ։ Ու այսօր ես ուզում եմ քարոզեմ, ինչն է պատճառը, որ աղը հանկարծ անհամանում է և լույսը հանկարծ լույս չի տալիս։ Ինչն է պատճառը, որ եկեղեցին այսօր ազդեցություն չունի։ Ինչն է պատճառը, որ հանկարծ ինչ-որ մեկը մատը տնկում ասում, սա է հավատացյալը։ Տեսել եք տես բաներ, ինչն է պատճառը, այս մասին ուզում եմ մի քիչ ձեզ հետ կիսվեմ։ Հետաքրքիր թեմա է, հա, հետաքրքիր է, ուրեմն եկեք պատրաստ լինենք լսելու։ Ասեմ, որ շատ բաներ ես շատ ճամփորդում եմ ու ասեմ, որ իմ աղոթքը սա է ասում Աստված ջան, որ ես գնամ խնդրում եմ ինձ ցույց տուր ինչ է կատարվում քո եկեղեցու հետ, հա, ինչ ես անում քո եկեղեցու հետ, ինչ ունես ասելու ինձ, հա, Սողոմոն իմաստունը ոնց որ գրված ասում, քո բոլոր ճանապարհներն Տիրոջի ճանաչիր։ Հիմա այս բաները ավելի շատ ուզում եմ կիսվեմ իմ փորձառության հետ եւ իհարկե ամենը հիմնավորված է Աստծո խոսքի հետ։ Ինչի՞ց է որ եկեղեցին ազդեցություն չունի։ Ինչի՞ց է որ աղը անհամա համ չի տալիս մարդկանց կոխանա, ինչի՞ց է որ լույսը կարծես թե լույս է, բայց դե լույս չի տալիս, այս մասին ուզում եմ խոսալ։ Ու համար առաջին, ինչի՞ է որ եկեղեցին ազդեցություն չունի աշխարհի վրա։ Ասեմ որ եկեղեցին պիտի ազդի աշխարհի վրա։ Միակ բանը որ կարա աշխարհը փոխի դա եկեղեցին է։ Աստծո համար ամենաթանկ բանը որ կա այս երկրի վրա դա եկեղեցին է։ Սիրելիներ, որովհետև եկեղեցին Քրիստոսի հարցն է։ Աստված իր ամենաթանկը թողել այստեղ եւ ինքը նպատակ ունի իր եկեղեցու համար եւ իր եկեղեցու միջոցով, որը ես եմ եւ դուք եք։ Ամեն։ Համար առաջին, ինչու եկեղեցին ազդեցություն չունի այս աշխարհի վրա։ Պատճառներից մեկը սա է, եկեղեցին նմանվում է այս աշխարհին։ Եկեղեցին նման է այս աշխարհին։ 2015 թվականին դա իսմար կատաստրոֆիկ բանա շատ տեղեր պատմում եմ, ասում եմ, որովհետև իր սիրտը ցավում է, սա համար ու ասեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ինձ հրավիրեցին
եկեղեցի, ասին մեծ եկեղեցի, Զատիկի տոն էր եւ գնացինք, մի քիչ ուշացանք, որովհետեւ մեզ տարելի, սենց ասել։ Բայց որ ուշացած եկանք, մտանք դահլիճը լրիվ մութ էր։ Ասենք կինո գնացած կլեք, չէ՞ որ մի քիչ ուշանում ենք արդեն բան էր մութ էր եւ լրիվ մութ էր ու մեզ ինչ-որ մեկը բռնեց եւ սես ֆանարիկով տարավ, այն վերջերը միտեղ նստացեց, ասեմ որ իմ հետ էլ մի հատ անհավատ անձնավորություն էր։ Այստեղ սավարայց էլ ստարել է ու մեծ եկեղեցի երևի ասեմ 2000 հոգուց ավել կա եկեղեցի ու այդպես մեծ շատ մեծ դահլիճ էր լիքը մարդիկ ու սենց հերվից տեսնում ենք որ այնտեղ շատ հերոս է բեմա մի քիչ լուսավոր է սենց լույսեր ու այստեղ է սենց խարավ Վարդան ոնց որ մաշնետում եք ասել Թարսի պես այդ իր ասացի վրա այս բեմի վրա այս երկու ասես պարանների իջան Հա ու այդ պարանների վրա երկու հատ քույրիկ սկսեցին ինչ-որ բան անել ասենք ու ինձ համար գիտես ոնց ցավը նա էր որ եկեղեցին ասма սա եկեղեցի է բայց աշխարհի մարդը որը ես գիտեմ որ այո շատ անբարիշ կյանքով ապրած մարդ է եւ այլն նա ես ասա Վարդան այս նաշնի կլուբը Եկեղեցին իշխանություն չունի պատճառներից մեկը սա է որ եկեղեցին նմանվում է այս աշխարհին Աշխարհը չի կարող տարբերել այս եկեղեցի է եկեղեցի չի ասենք ոչ միայն դրանից ասենք ես վերջերս մի հատ քարոզիչ կին եմ նայում 82 տարեկան է շատ ազդեցիկ անձնավորություն ու սենցա էլի մեծ դահլիճա սենցա ժողովուրդ ես որոշեցի չգիտեմ մարմնի որ մասը ցույց տվեց ասա այս մասը մս տատու եմ արել Մեկ էլ ասա ոդի ու սա ժողովուրդը գիտես ինչ ռեակցիա էր ասել ալելույա ու սենց հիացած որ էս ինչ բանա հա էս ինչ սենսացիա էս ինչ դու բան ես հասել հա ու Լավ, այդ մի կողմ թողակ, լավ եք ասենք Ամերիկան է, խացյա ասեմ, որ այն ինչ որ ընդեղ է կատարվում, մի քանի տարի հետո կավի աստեղ, արդեն եկել է, ես օրինակ սիրում, ես սոցիալցիում շատ ակտիվ սիրում եմ, նայեմ, քննեմ, եղնեմ, բան գցել, ու նայում տենում եմ մերոնք էլ ահագին մարդ, ու ես նայում, գիտեք ոնց, ասենք, նստած թերթն ես, ես բան ես, նա մեկ էլ տերես մի ցանցար բան եմ ցույց տա, ոչ Ասենք նայում ես, մեկ էլ բաներ կա քեզ դուրա գալիս, բաներ կա սովորում ես, բաներ կա նայում ես ասում ես, ու բաներ կա իրոք հիմարություն է։ Ու գիտեք ամենա ինձ համար, ժողովուրդ եթե չգիտեք, որ լայք ես դնում, տակ ես այն մատ կլոր բան է։ Երևում է ով է լայք դրել։ Հիմա ասես նայում մի հատ կներեք ապուշություն է, ու մեկ էլ տակի գիտես ով է լայք դրել, մերոնք։ Ու հա մերոնք մեր քույր եղբայրները ու գիտես ինչն է ցավալի որ ով որ դու լայք ես դնում դու իրան ասում ես այո դու ինձ դուր ես գալիս դու լավն ես ես քեզ հավանում եմ ու դա ցավալի է եւ դրա համար ինչի համար ենք զարմանում որ մեզ չեն լսում մեզ բանի տեղ չեն դնում մենք աղոթում ենք ու հանկարծ չի ստացվում ոչի բան Մենք ինչ-որտեղ ուզում ենք ցույց տանք, մենք ինչ-որտեղ ուզում ենք երևանք, բայց դե ոչ մի բան չի եղնում։ Գիտես ի՞նչ է գաղտնիքը եկեղեցին նմանվում է այս աշխարհին։ Ու ասեմ որ ամեն ժամանակ այդ մարտահրավերները եղել է, որ աշխարհը իր, ասենց ասեմ, մոդան, իր ժամանակը ցույց է տվել, ով որ ինտարիքյա կհիշի, որ երեխային բաներ մոդա դուս եկավ շալվարների տակը տղամարդիկ լեն հոլիդեյ էին ասում։ Ով է ես հակել եմ։ Հա ու Հազարկաս ենք տալիս ու ասում ենք փող կա ինչքան անե ասենք 40 սանտի։ Մի հատ յուկ այսքան։ Հա, բայց ուսից հակնում ենք բանով դա ժամանակակից է։ Հետո մոտ եկավ երկար մաս պահելը վերջ ասենք լավ դա աշխարհի բանն է, բայց այսօր մենք քրիստոնյա ենք, մենք Աստծո ժողովուրդ ենք, ժողովուրդ ջան։
Եվ ինչի համար մենք աղ ենք, բայց ազդեցություն չունենք։ Ինչի համար մենք լույս ենք, բայց խավարի վրա չենք կարող ազդել։ Կամ եթե լույս ենք, ինչ-որ մի փոքր տեղ տապ ենք կացելու, ինչի համար գաղտնիքը սա է, եկեղեցին նմանվում է այս աշխարհին։ Աշխարհի կուլտուրան մտնում է եկեղեցին։ Բայց թե չպետք է լինի, պետք է լինի ընդհակառակը, եկեղեցին պիտի ազդի աշխարհի վրա։ Հակոբոս առաքյալի թուղթ 4-րդ գլուխ հետաքրքիր է, շարունակեմ ժողովուրդ, հա։ 4-րդ գլուխ 4-րդ խոսք գրված է։ Այստեղ շատ կոպիտ ասում Հակոբոս ասում է շնացողներ, չգիտեք, որ աշխարհի սերը թշնամություն է Աստծո դեմ։ Արդ ով որ կարողանա աշխարհի բարեկամ լինել, իրանցը Աստծուն թշնամի կանի։ Կամ թե կարծում եք, լավ, էլ չշարունակեմ։ Աշխարհի սերը թշնամություն է Աստծո դեմ։ Եթե մենք աշխարհը սիրում ենք, եթե աշխարհը ինձ դուր է գալիս, ես ավտոմատ դառնում եմ Աստծո թշնամի։ Եթե աշխարհիկ բաները ինձ դուր է գալիս, մենք այսօր մի հատ կին ամուսնու գալիս է տուն մարդուն սենց հանում, ենքան կուզենամ, մենք բանը եկեղեցում ապրենք, ասմա ոչ թե եկեղեցում ամյոնի մոտ ապրենք, ասմա ամյոնի մոտ ենքան նավն ես, ասենք հարցը ինչ ենք մենք այստեղ ոնց ուզում ալի, որ հարցնում են ասում ենք փառք Աստծո։ Ով ենք մենք այստեղից դուրս, ով ենք մենք մեր գործի վայրը, խանութում, եսիմ սպորտզալում, ընդեղ ընկերների մեջ, ով ենք մենք, ում նման ենք մենք, տարբերվում ենք արդյոք այս աշխարհի կուլտուրան է մեր վրազդում, թե մենք աշխարհի Հիսուսը ասավ դուք եք աղը։ Մենք պետք է ազդենք, եւ այդ զորությունը Աստված մեզ տվել է, աղը որ գցում ես ճաշի մեջ, ոչ թե աղն է անալյանում, այլ ճաշն է աղյանում։ Ինչքան ուզում է թույլ լույս եղնի, եւ ինչքան ուզում է ուժեղ խավար եղնի, այդ մի փոքր մոմը որ վառես, խավարին փախցնում է։ Ամեն թե չէ։ Պատմում են ասում մի օր բանը խավարը գալիս է Աստծո մոտ բողոքելու։ Ասում է Աստված ջան, այս արևից հալածում է։ Ասում ոնց, ասում հետևից սնգած բանում, հետևից սնգած է։ Ասում լավ էս այդ արևի հարցեր լուծենք։ Արևին կանչում ասում արև արստեղ գալիս ասում ինչի համար այս խավարին հալածն։ Ասում որը խավար։ Որտեղ լույսը կա, այնտեղ խավարը իշխանություն չունի։ Կարծեմ լերուանա թե վերջը շինարական խանութներից մեկում բան է առևտուր է արել ու բան է սուրճ վերցրեցի խմեմ ու սուրճ եմ խմեմ արդեն մուտքի մոտ ու լսում եմ բարձր հայերեն խոսակցություն հայերեն խոսում են ու պի շատ անշնորհ ձև են խոսում շատ բարկաց ասիկա տենամ այսով այս ու ասեմ արա ձերդ կծվի լավ թե ռուսներ են հա չեն հասկանում բայց խազյաբը քո բերանը դե ինչ ես ու գիտեք ոնց որ աշկ ես բարձրացրի տեսա այդ պի բայց կողքով գիտես ով էր քայլում մերում շատ ցավալի ինչի համար իշխանություն չկա որովհետև համը կորցրել է որովհետև նայել է նրան Ես սա ցավալի է ուզեմ քեզ ասեմ դու աշխարհի լույսն ես դու աղ ես աշխարհի սիրելիս դու Աստված քեզ եւ ինձ իշխանություն ա տվել ազդելու ոչ թե ազդվելու ամեն Հովանես Առաքյալը առաջ Հովանես 2-րդ գլխի մեջ ասում է մի սիրեք ոչ աշխարհը ոչ էլ ինչ որ աշխարհի մեջ կա որովհետեւ ինչ որ աշխարհի մեջ է աշկի ցանկությունն է մարմնի ցանկությունն է եւ կյանքի ամբարտավարությունն է ու կարեւորը սա է աշկի ցանկությունն էլ կանցնի են էլ կանցնի բայց Աստծո կամքը կատարողը կմնա հավիտյան Հռոմեացիների 12-րդ գլուխ առաջին խոսք Պողոս Առաքյալը գրում ասում արդ աղաչում եմ եղբայրներ եւ քույրեր իհարկե Աստծո ողորմությունով որ ձեր մարմինները ներկայացնեք կենթանի սուրբ եւ Աստծուն ընդունելու պատարագ որը ձեր բանավոր պաշտոնը այսինքն ձեր մարմինները զոհան եք Աստծուն որը ձեր պաշտոնն է մեր կյանքի իմաստն է մեր նպատակն է մեր ապրելակերպն է ինչի համար ասում եւ մի կերպարանվեք
այս աշխարհի կերպարանքով։ Կարաս դուք իդ բզես ասես, այս աշխարհին մի նմանվի էլի։ Մի խոսալը, քայլելը, եսի մի նմանվի, ասում մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգություն, միտքը նորոգի։ Ո՞նց կարող մեր միտքը նորոգի, ժողովուրդ ջան։ Ասեմ ձեզ, Աստվածաշունչ կարդա։ Աստվածաշունչ կարդա։ Ուղղակի պրոստը կարդա, մարդը ասում չեմ հասկացա, մի հասկացի կարդա։ Ուղղակի կարդա, նախ առաջ երրորդին ուղեղդ կսկսի մարզանքանելը, կսկսի աշխատելը։ Ու որ սկսեց աշխատել, մեկ կտինաս երկինքից հայտություն է կա։ Ես միան, այլ նորոգվեցեք ձեր մտքով և մտքի նորոգություններով և քննեք, թե որն է Աստծո կամքը բարի հաճելի և կատարյալ։ Լավա թե չէ։ Մի կերպարանվեք այս աշխարհին, ժողովուրդ ջան։ Մի ուրիշ տեղ կարդամ 2 Կորինթացիների թուղթ 6-րդ գլուխ 14 խոսք։ Անհավատների հետ այլախառը լծակից մի լինեք, որովհետև ինչ մասնակցություն ունի արդարություն անօրինության հետ և ինչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ և ինչ միաբանություն ունի Քրիստոսը բելյարի հետ կամ ինչ բաժին ունի հավատացյալը անհավատի հետ։ Այլախառը, գիտեք ինչ է նշանակում այլախառը, այսինքն հնգերություն իր հետ նույն բանը մի անի։ Մի հատ ընկեր ունեմ ասում, այո, մենք անհավատների հետ հաղորդակցվում ենք, շփվում ենք, վերջը որոշ բան ունենք, բայց մի հատ բան կա, եթե ինքը չի նմանվում ինձ, ես ուրեմն պետք է գնամ իրանից։ Եթե ինքը իմ նման չի դառնա, մի ժամանակ հետո ես պետք է իր նման դառնամ։ Հենց թե չէ, ժողովուրդ ջան, այդ ձևը անհավատների հետ այլախառը տարիներ մի քանի տարի առաջ մեր եկեղեցից մի հատ շատ լավ երիտասարդ գնաց Հայաստան, դե պորտարեցին, հմի թե ձեղնում է, գնաց Հայաստան ու շատ լավ ծառայ, իրոք շատ լավ ծառայող էր, գանձ էր, ամբողջ ընտանիքով ու Հայաստանում շատ միամիտ կնոջս հետ քայլում ենք փողոցով դեմներս եկավ, Հայաստանը պատկասել եք Հայաստան, դեմներս եկավ, բարև վերջը պաշպրոշտի հայկականցեով, մեկ էլ բան արա, հովիվ ջան ասավ ծանոթաց ես հինգերս ա, որ ասավ հինգերս ա, այդ հինգերն ես ասենք սիգարետը ձերին գնում է, օպա ասի, այ քեզ բան, ու դա ինձ համար շատ անհանգ, ու այսօր այդ մարդը վիճակ չունի, հոգևոր վիճակ չունի, ընկած ալրիկ, ցավալի, բայց ուզում եմ ասեմ, ում հետ ես ընկերություն անա, ինչ ընդհանուր բան կա, ընդհանուր բան չկա, լույսը խավարի հետ ընդհանուր չի կարա եղնի, ժողովուրդ ջան։ Այստեղ խնդրում եմ լավ հիշեք, միշտ սիրել Եփեսացիների թուղթ առաջի գլուխ 23 համար, 22 համար։ Տեսեք, գրված է, եւ ամեն բան Աստված, ամեն բան հնազանդեցրեց նրա ոտքի տակ, ասի Քրիստոսի ոտքի տակ։ Եկեք պատկերացնենք, Աստված ամեն բան, ասա ամեն բան, հնազանդեցրեց Քրիստոսի ոտքերի տակ եւ նրան գլուխ դրավ եկեղեցուն բոլոր բաների վրա։ Այս կանք պատկերացնենք։ Աստված Քրիստոսի ոտքերի տակ դրել է ամեն բան եւ Քրիստոսին ամեն ինչից բարձր արել եկեղեցու գլուխ, այսինքն ամեն ինչից բարձրը եկեղեցին է։ Եկեղեցու գլուխը Քրիստոսը։ Հիմա հասկանում ես դու որտեղ ես։ Ամեն ինչից բարձրը դու ես։ Ամենաօրհնվածը դու ես, ամենակրասավչիկը դու ես, ամենազորավորը դու ես, ամենազդրցիկը դու ես, Աստված քեզ այդ իշխանությունը տվել է սիրելիս։ Աստված ինձ եւ քեզ ժողովուրդ բարձրացրել ամենից։ Նա մեզ իշխանություն է տվել, նա մեզ թագավորություն, քահանայություն է, բայց որտեղ ենք մենք։ Եղրա հեշտ մեկին ասես, ես քո մակարդակին չեմ, եղրա թե չէ։ Ասենք դեր մեզ իրոք անմակարդակ, հա, չես էլ ուզում հետը խոսած կամ ասես, այս քո մակարդակին չեմ իշնի։ Ժողովուրդ միշտ հենց ասա, այս աշխարհի մակարդակին մի իշնի։ Այս աշխարհի մակարդակին մի նմանվի։ Ես ու դու կանչված չենք դրա համար
եկեղեցին զորություն չունի։ Դրա համար աղը անհամացել է ժողովուրդ ջան։ Դրա համար լույսը լույս չի տալիս։ Քաղցրների ջան, էս է խնդիրը, բայց Աստված մեզ կանչել է աղ եւ լույս լինենք։ Ամեն։ Մյուս պատճառը եկեղեցին փակված է։ Այսինքն եկեղեցուն այսօր ես ել եմ ասում, ես շատ եմ ճամփորդում։ Ու նայում եմ, որ եկեղեցին ինչ որ անում է, իր համար անում։ Ասենք կոնֆերանս ենք անում մեզ համար, բանի փառաբանության երեկո մեզ համար, ուդուշ-խմուշ մեզ համար, եղբայրական ծառայություն մեզ համար, քույրական մեզ համար, սաղ մեզ համար։ Լսեք ժողովուրդ, քաղցրներ ջան, Աստված մեզ ասել է գնացեք այս աշխարհ։ Աստված ասել է ուշքը այս աշխարհի վրա դի, աշխարհը կորուստ է գնում, մարդիկ դժոխք են գնում։ Ժողովուրդ ջան, լավ ենք անում, որ մեզ համար ենք անում, ինչ-որ բան մեր այդ ծառայությունները անում ենք, բայց դա նրա համար է, որ մենք զորանանք և գնանք այս աշխարհ։ Տեր Հիսուս ասավ, գնացեք ավետարանը, քարոզեք ամեն աշխարհում եք, ով Զագրան պասպորտ չունի։ Մեր ակադեմիան մի հատ հովիվ ես ասав, որ Զագրան պասպորտ չունի, շատ է բարձրացել, ասավ դուք չեք հավատում ավետարանին։ Հիմա Հիսուս ասի, որ գնա մի հատ ուրիշ երկիր։ Ուղղակի գիշեր եկավ ասեմ գնա ոնց Զագրան պասպորտ անեն ժողովուրդ։ Հովհաննես ավետարանի մեջ, տեսեք, Հովհաննես ավետարանի մեջ Տեր Հիսուսի աղոթքն եմ ասում։ 17 գլուխ 15 խոսք։ Տեսեք, Հիսուս ասավ, ես չեմ աղաչում, որ աշխարհից վեր առնես նրանց, այլ նրանց պահես չարից։ Այսինքն Աստծո կամքը, որ ոչ թե մեզ սենց բան անի, մի հատ մանաստիր սարքենք ու սենց բան անենք, այս աշխարհից սենց առանձնանանք, չէ, Աստված մեզ կանչել է, որ այս աշխարհի վրա ազդեցություն ունենա։ Ամեն թե չէ։ Այս վերջի իմ ճամփորդություններից մեկում, ուրեմն միտեղ տուն էի վարձել, սենյակ էի վարձել, եւ այդտեղ շատ քրիստոնյաներ կային, ու մի հոգի ասավ, իրիկունը պիտի հավաքվենք, գազ մեր մոտ բուծիտ общение, բան ասի, ինչ լավ է, գոյներ շփում կունենամ, գնացի, երևի մի 15 հոգի մարդ էին նստած, սենց կրուգում, ու այդ ովոնից հրավիրել էր, ինքը խոսում էր։ Ժողովուրդ քիչի կակազը մեր, հետներ երևի մի ժամից ավել չգիտեմ ինչ էր ասում, ասենք չնդաբանություն, լսեցի, ասի իմանամ ինչ է ասում, պատմում էր ոնց էլ Գողգոթայի վրա, որ Քրիստոսի խաչել են այդ բանի տակ, խաչի տակ, բան ասեց, ծակա հետ, այդ ծակով Քրիստոսի անունը թափվել է, այդ ամենաներքևը մտեղ ուխտի տապանակն է, այդ տապանակի վրա արունը հավաքվել է, այդ արունը բանը դեյնկային արել, այդ դեյնկայի, ով որ դեյնկայի արել ասել է, այս արունը բանը սրա մեջ համ մարդու բանկա դեյնկա, համել աստու դեյնկա, թե ինչ գիտեին աստու դեյնկա, ոչ մի հատ ցնդաբանություն, ու բան արեցի, չդիմաց, ասի կատ հարց տամ, էլի, ասի կարաս երկու բարով ասես, ինչ ես ուզում, ու հետաքրքիր նայր, որ սրանք սաղ լսում ես, ու վերջը պատմեց, որ ասեմ դուք հավատացել եք, ասեմ հա, ասեմ վաբշետը իմ հասկանալով, որ Աստված եկեղեցուն, այսինքն հավատացյալներ մի բանի համար է, կանչել, որ գնանք ավետարան քարոզենք։ Եկել այդ մոմենտ իմ կնիկը մտավ, շատ իմաստուն ասամ, ես տեսնում եմ, որ քո աչքերի մեջ ավետարանը չի կարող եմ արվում ասեմ, շատ խորհրդավոր ասեմ, հա, ասավ, պատկերացնում եք իմ վիճակը, պատկերացնում եք այսօրվա եկեղեցու վիճակը, ասեք դա մարդիկ են, ովքեր հավատացյալ են, ասի հա, ասավ դետես մենք ամեն ինչ անում ենք, որ զորանանք, որ գնանք ավետարան քարոզենք, ասել լսի, ավետարան քարոզելու համար զորանալ պետք չի, Պողոս առաքյալն ասում է, ես չեմ ամաչում, ավետարան քարոզելու համար մի հատ բան է պետք, պետք է անամոթ հնես փոստը, Քրիստոսի չամաչես, Պողոս առաքյալն ասում է, ես չեմ ամաչում Քրիստոսի ավետարանից, որովհետև դա Աստծո զորությունն է, մարդկանց փրկության համար, այսինքն, որտեղ որ, ում որ ասես լսի,
Հիսուսը քեզ սիրում է, քեզ համար մեռել է, խաչվել է, հարություն արել, որ քեզ արդարացնի։ Եթե իրան հավատաս, հավիտենական կյանք ունենաս, всё։ Դժվար է, դժվար չի։ Գիտենք այս բանը, գիտենք, ախի չենք անում։ Հիսուսն էլ իր աշակերտներին ասավ, որտեղ որ իմ անունը քարոզեք, ես հրաշքներ կանեմ, նշաններ կանեմ։ Ուրա։ Աղի ազդեցությունը չկա։ Գիտեք ինչի համար, որովհետև մենք բանը ամեն մարդ իրադար, ինչպես ունի, ամեն ինչին ապետ, մենք հավեսը հովակվում ենք այսքանով իր այդ քեֆ եկա, մեզ պետք է, գիտեք որ, ես բազմահազարանոց եկեղեցիներ քարոզել եմ, 5000, 10000, ու գիտես, ինչ են քարոզում ես, ասում են, ամեն, ամեն, ալելույա, ասեն, ձեր այդ բրցասու բարձացնում են, մենք մերոց ենք, բայց լավ մի հատ մտի պիվնոյ բար, մի հատ քեֆը լավ մարդու ասա, ախպեր ջանարի դու սար էլի, մեղք ես, գործում ես, կարող է հայհոյի, կարող է բրծի ներկցի, կարող է աշկի տակ, չէ, բայց դա է ամեն տարանը, դա է ամեն կաշվածությունը, բայց մենք մեր մեջ սենց կամֆորտնի է, մենք իր այդ լավ ենք զգում, մենք իր լավ հասկանում ենք, բայց Աստված մեզ կանչել է այս աշխարհի համար, ինչի համար ազդեցություն չունենք, որովհետև բան ենք, փակված ենք այս աշխարհից, սերներ, բայց Հիսուս աղոթեց ասավ, հայր, իրանց պահի այս աշխարհը, ոչ թե աշխարհից հանի, այլ աշխարհը չարից պահի, Աստված մեզ կանչել է, կարաս ասես ինձ կանչել է այս աշխարհի փրկելու համար, ժողովուրդ ջան, երրորդ պատճառը, ես էլ ասեմ ու վերջացնեմ, երրորդ պատճառը Մատթեոս ավետարանի մեջ է գրած 13-23 գլուխ 13 համար Հիսուս ասավ, իսկ վայ ձեզ դպիրներ և փարիսեցիներ, կեղծավորներ, էլ չկարդամ լավ։ Մյուս բանը, որ ասում են փարիսեցիական հիվանդություն, այլ մյուս բանը, որ եկեղեցին իշխանություն չունի, դա փարիսեցիական բանը, փարիսեցին այսինքն ձևական, կեղծավոր, ասենք ենքան մարդ ասենք ձևական հավատացյալ, կեղծավոր հավատացյալ, ձևերանով հավատացյալ, ուզում են ցույց տան, որ հավատացյալ են, բայց դա ոտը տրորես, մի հոգի պատմեց, ասма, պասպորտ սեղանն հերթ էի կանգնած, մեկ էլ ասма տեսա մի հատ քույրիկ, մի հատ ուրիշ քույրիկի վկա եմ ասма, քույրիկ ջան, դու գիտես ինչ կա, դու սատանայի երեխա ես, բայց ես Աստծո երեխա եմ, պիտի ուսես բանան պատմա, որ ինքը ինչքան է սուրբ, նայել ինչքան է բան, քեզ պետք է Հիսուս, վերջ ավետարանում է, ու ում հետ է եղել, որ կանգնած ես հերթի, մեկ էլ մեկը գալիս է, այդ դուռը, որ կանգնած ես, այդ դուռը ուզում է բացի, ու որ ասում են Ты куда? Ասում я только спрашивать. Չէ? Ու նույն բանը տեղա հետում գալիս է, ուզում է դուրը բացի, այս շատ սուրբ կինս է տամ, вы куда? Ասում я только спрашивать, ասում мы все здесь спрашивать стоим. Ինչ է լավ է հրեշտակը? Հրեշտակը դարավ հրեշ. Դուք եք աշխարհի աղը. Դուք եք աշխարհի լույսը, ցելներ եւ Աստված մեզ այդ իշխանությունը տվել է, որ մենք գնանք այս աշխարհ եւ ազդեցություն ունենանք այս աշխարհի վրա։ Աստված մեզ լավ է, որ այստեղ ենք, լավ է մենք գալիս ենք, օրհնվում ենք, սնվում ենք, հայտնություն ենք ստանում, խոսք ենք առնում, հա, բայց ասեմ, որ ցավալիորեն, որ ստեղից գնանք կարող է որոշները դաժե բանը գնանք տուն հասնեն ու ասեն այս իր լավ տրամադրություն ունես ես խի ասեց աստղի ասեց սամարայից վարդանախ բերենք բախես լավ տրամադրհանես լավ քարոզ տրեց վերջանես լավ երկեց դե ասեն բայ ինչ են քարոզում դա չեմ հիշում բայց այնքան լավն է լավա որ գալիս ենք, լավա որ խոսք ենք առնում, բայց Երանի մեզ որ լսենք և կատարենք։ Ուսյամ քեզ այսօր ասեմ, քույրս եղբայրս քաղցրս, սա ես ինձ էլ եմ ասեմ, մենք աշխարհի աղն ենք, մենք աշխարհի լույսն ենք և Աստված մեզանից սպասում է,
որ այս աշխարհին անտանք եւ այս աշխարհը լուսավորենք, որովհետեւ մեր միսիան սա է։ Ինչի համար ուժ չկա, որովհետեւ մենք նմանվում ենք այս աշխարհին, ցավոք սրտի եկեղեցին նմանվում այս աշխարհին, եկեղեցին փակվում այս աշխարհից, այ մարդնա հավես է չունեմ, մի բան էլ ասեմ ես ինչի սափե թող գնա, հա, էլի մի բան հիշեցի, Ամերիկա, մեր ընկերոջս տաննեի, հենց դուրս եկա հայակ, դեպի ապրողը ռուս է, դե Ամերիկա, ոնց որ Ռուսաստանը դեպի ապրողը հայ եղնի։ Հա, ասի ռուսա, բանը, ինքն էլ ծառայել է, ասի հեչ ավետարան քարոզեց բան, ասա անում ինի նադը, ասի ձեր տուն հրավիրի, վերջը հյուրասիրի, ասա բայց պետք է ասի խի, դա տեսեք ինչ է, ոնց են մտածում, կարող է բերեմ տուն, իրան հյուրասիրեմ, հանկարծ թունավորվի, տանեն հիվանդանոց, սաղ կյանքս պետք է իր ստրախովքին ես բուծեմ, պատկասում ես ուր հասնում, ասա անում ինի նադը, ժողովուրդ, ունենք հասել, Կողոսացիների թուղթ 3-րդ գլուխ 17 համար։ Եվ ամեն ինչ, կարանք ասենք ամեն ինչ էլ որ անենք, խոսքով կամ գործով, ամենքը Տեր Հիսուսի անունով արեք գոհություն տալով Աստծուն եւ Հորը նրա ձեռքով։ Ամեն ինչ որ անում ենք, խոսքով թե գործով։ Իմ տունս որ արա երկրորդ հարգում բաներ կաֆել է շրած, բաղնիքը, արդի կաֆել է թափվում էր, սաղ բաներ պուչ էր տակը, ու այդ կաֆել չիկը գնեմ գալիս էր սենց հերանա, բանը, մալիշկը, հա, վերցին, վարդանջան ասպեն, վեր թարաջեն են նարդիվաններն ասպեն, վեր թարաջեն ես սարքեմ, ասեմ չէ, ասման չի մար, ասեմ դու լավ չես գործանում, ասմա չի, ասեմ բաղնիքի կաֆելը լավ չես շարը, գիտեք ինչ ասամ ասամ, խոյս չգիտեի, որ դու պետ է արնես ես տան։ Ինչ կապ ունի, ով պետ է արնի, ինչ կապ ունի, ում համար ենք անում, ինչ կապ ունի, ում հետ ենք խոսում, ինչ որ խոսում ենք, ինչ որ անում ենք, անենք Տեր Հիսուսի անունով, գոհանալով Հորից նրա ձեռքովը, ամեն թե չէ, եթե սենց անենք, լավ կերնի, սոցանցերը բարես լավ ես անում, լսեք սոցանցերը լավ դաշտ ան, բայց ենքան ցանցառություններ է դրն մերոք։ Ինչի համար, նայեմ եմ ասենք, լավ մի հատ շատ ներեղություն, ասենք մի հատ վարքից թույլ կինա մի հատ բանա դնամ, իրա վրա ուշադրությունը դարձ, խեզ դրան նմանվում։ Արդյոք կարիք ունես ուշադրության, թարսի պես է նան 5000 հատ լայք են դնամ, սրանց են մի 30 հատ դնում է իրաչ, բայց ինչի մա ժողովուրդ, քաղցրներ ջան, մի նմանվի ես աշխարհից բան մի վերցնի, ինչ էլ որ անես, խոսքով թե գործով, արա նրա փառքի համար, ինչ որ մեկի համար քարոզեցի այսօր, աղոթենք, եկեք աղոթենք, եթե զգում ես որ մի բան քեզ քո մասին է, զգում ես որ նեն չի, ապաշխարի, Աստված ողորմած է, եկեք, եթե ապաշխարենք, այն մեր աղեղը կհամովանա, մեր լույսը կսորանա, սիրելիներ, եթե հասկանանք որոշում կայացնենք, իրոք Աստծո գործը մեր մեջ հաստատ գործի։